Մայրաթոռը ստացել է 7 հոգևորականի ստորագրությամբ նամակը ուղղված վեհափառ Հայրապետին Արշակ Սրբազանի պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունը 100 զրույցում հայտնել է եկեղեցուն մոտ կանգնած մեր աղբյուրը։ Նրա խոսքով այդ նամակը այսօրվա եպիսկոպոսած ժողովի օրակարգում է։ Նամակի տակ ստորագրածները եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ են, նրանցից Բալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը այս կիրակի ներկա կլինի Փաշինյանի մասնակցությամբ մատուցվող պատարագին։ Ինչն է ստիպում հոգևորականներին կանգնել եկեղեցու դեմ արշավող իշխանությունների կողքին։ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Քահանա Բաղալյանի համոզմամբ կոմպրոմատներն ու շանտաժն են հոգևորականներին դրդում այդ քայլին։ Այն չնչին մասը, որ իրենց միացել են, չնչին մասի մեծագույն մասն էլ կարող են իրենց միանալ ընդամենը կոմպրոմատների, շանտաժի կամ ինչ-որ բաների դիմաց։ Տեր Վրթանեսը լսել է մի խոսակցություն, որ որոշ հոգևորականներ նաև փողի դիմաց են կանգնում պաշտոնյաների կողքին։ Ուրիշի կամքն է կատարում։ Տեր Ահարոնը նույնպես Հայլուրի հետ զրույցում պնդել էր, որ պատարագների ժամանակ վեհափառի անունը չտալու համար հոգևորականներին փող են տալիս։ Հետևաբար Սրճարանում նստած էինք, տենց զրուցում էինք ընկերներով եւ քաղաքացիական հագուստով էի եւ կողքի սեղանին նստած էին այդպես հավանաբար ուժային կառույցի ներկայացուցիչներ եւ իրենք այդպիսի թեմայի շուրջ էին խոսում եւ մոտավորապես այդպիսի ակնարկներով, որ այսինչն էլ այսքան նյութական բաները կարևորեց, քան իր կոչումը, իր դիրքը։ Օրեր առաջ համացանցում տարածվեց Մասյացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տարիներ առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցներից մեկը մի քահանայի հետ։ Լրագրող Վահե Մակարյանի պնդմամբ այդ քահանայի կնոջ հետ կապ է ունեցել կուսակրոն հոգևորական Գևորգ Սրբազանը։ Արդյոք որքանով է։ Այսպիսի մի ձայնագրությամբ իշխանությունը կարող է շանտաժի ենթարկել հոգևորականին ու ստիպել պատարագ մատուցել Հայաստանի վարչապետի մասնակցությամբ։ Ինչպես անցած կիրակի տեղի ունեցավ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Տեր Երվանդ Քահանա Բաբայանի մատուցած պատարագին ներկա էր նաև Մասյացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը, որ սեղմել էր Փաշինյանի ձեռքը այտը այտին հպել։ Կարծում եմ իր ներկայությունը դեռևս ամբողջական այսպես միանալու մասին չի խոսքը, հավանաբար նաև իրեն ինչ-որ բաներով խաբել են։ Իշխանական ծուղակում հայտնվում են այն հոգևորականները, որոնք կամ փորձ են կամ խոցելի իրենց բարոյական նկարագրով Տեր Վրթանեսի կարծիքով։ Որոշ իշխանության ներկայացուցիչներ սուտ տեղեկություններով, իբրև թե իրենք այդպիսի տեղեկություններ են տերապետում, որ օրինակ Սրբազան քո դեմ այս նյութը Մայրաթոռից կամ ինչ մյուս հոգևորականի կողմից է պատվիրված եղել, փորձ են նաև խաբեությամբ մարդկանց կարող են գցել իրենց ցանցը։ ԿՊԱ-ական պաշտոնյաները ոգևորված հոգևոր դասում իրենց որսից կաթողիկոսին փոխարինողներ են փնտրում, ըստ մամուլի տեղեկությունների եկեղեցու դեմ սկսված արշավին միացածներին խոստանում են կաթողիկոսի աթոռը։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների խոսքով հատուկ հանձնարարական է տրված իշխանության հակաեկեղեցական արշավին միացած հոգևորականներին փունդ հասունացնել կաթողիկոսի դեմ, հոգևորականների ներքին քննարկումների ժամանակ խոսելով կաթողիկոսի շրջապատի մարդկանց մասին, թե նրանց պատճառով է սկսվել եկեղեցու դեմ արշավը։ Ամենայն հայոց կաթողիկոսը նախ հրաժարական չի տալու, ինքը հրաժարական տալու կարիք չունի։ Վեհափառ Հայրապետը շատ լավ է ղեկավարում մեր եկեղեցին։ Տեր Վրթանեսը վստահ է հակաեկեղեցական արշավը ղեկավարող մարդիկ իրենց շանտաժով միացած հոգևորականների դեմ կոմպրոմատները վաղ թե ուշ հրապարակելու են։ Հակաեկեղեցական ուժերը այդ կոմպրոմատները որ ունեն որոշ եկեղեցականների դեմ, որոնցով իրենց վախեցնում են, եկեղեցու դեմ դուրս գալուց հետո կարճ ժամանակ անց իրենք էլի հրապարակելու են իրենց դեմ։ Այս ծուղակից դուրս պրծնելու միակ ճանապարհը ապաշխարությունն է Տեր Վրթանեսի համոզմամբ։ Եկեղեցու դռները բաց են իր մոլորյալ զավակների առաջ։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։